2017 թվականի մարտի 25-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը ժամը 13:45-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկում բռնություն է գործադրվել կալանավորներից մեկի նկատմամբ կտրող ծակող առարկայով պատճառելով մարմնական վնասվածքներ։ Նախնական տվյալներով կալանավորի նկատմամբ սպանության փորձ է կատարվել նույն քրեակատարողական հիմնարկում պահվող մեկ այլ դատապարտյալի կողմից, ինչը կանխվել է։ Ինչ էր տեղի ունեցել Արմավիր քրեակատարողական հիմնարկում եւ ովքեր եւ ինչպես էին փորձել սպանել խցում մենակ գտնվող կալանավորին, պատմում է մեր զրուցակիցը։ 2017 թվականի մարտի 25-ին Արմավիր քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալը եւս երկու դատապարտյալների հետ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող օրվա հերթափոխային ծառայություն իրականացնող աշխատակցի նկատմամբ գործադրել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն։ Այնուհետև հանցակիցների օժանդակությամբ փորձել է իրականացնել նույն հիմնարկի խցերից մեկում պահող կալանավորված անձ Մեխակ Հարությունյանի սպանությունը, սակայն հանցավորների կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել։ Քննությամբ նաև բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ կիրառված բռնությանը մասնակից են եղել նաև այլ դատապարտյալներ, սահմանափակելով նրա շարժումները։ Նույն տեղամասում պատիժ կրող դատապարտյալը ներխուժել է ծառայական պարտականությունները կատարող աշխատակցի աշխատասենյակ, կտրուկ անսպասելի հարձակվել վերջինիս վրա, գործադրել կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, քաշ քշելով, հրելով փորձել է հանել եւ վերցնել վերջինիս գրպանում գտնվող խցերի դռների փականները բացելու համար նախատեսված բանալիները։ Սակայն հանդիպելով աշխատակցի դիմադրությանը գրպանից հանված բանալիներն ընկել են գետնին։ Աշխատակիցը բռնելով դատապարտյալի ձեռքից փորձել է խափանել գետնին ընկած բանալիները վերցնելու նրա գործողությունը, սակայն աշխատակցի դիմադրությունը ճնշելու նպատակով աշխատասենյակ են ներխուժել եւս երկու դատապարտյալներ, ովքեր նույնպես գործադրել են աշխատակցի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, խոչընդոտել վերջինիս խափանելու առաջին դատապարտյալի գործողությունները։ Դատապարտյալը վերցնելով խցերի դռների փականները բացելու համար նախատեսված ընդհանուր բանալին վազքով գնացել է դեպի Մեխակ Հարությունյանի խուց, որից հետո բացել դուռը եւ մտել ներս, սակայն դատապարտյալն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ աշխատակիցը կարողացել է ազատվել մյուս երկու դատապարտյալների խոչընդոտներից եւ հասնելով խուց միջամտել ու հեռացել է հանցավորին, իսկ Մեխակ Հարությունյանին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։ Աշխատակցին հաջողվել է ազատվել նրանցից ու շտապել դեպի կալանավորի խուց, այլ անձանց հետ միասին վնասազերծելով կալանավորի նկատմամբ ոտնձգություն իրականացրած դատապարտյալին։ Մասնավորապես քրեական գործով ձեռնարկված եւ իրականացված առաջնահերթ անհետաձգելի քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցներ, որոնց համակցությամբ երկու դատապարտյալի առաջադրվել են մեղադրանքներ։ Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել երկու դատապարտյալի։ Նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-րդ 104-րդ հոդվածի առաջին մասի եւ 316-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Իսկ նույն քրեակատարողական հիմնարկի մյուս դատապարտյալին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-34 104-րդ հոդվածի առաջին մասի եւ 316-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զբոսանքի օրենքով սահմանված ժամանակը լրանալուց հետո վերադառնալիս դատապարտյալը մուտք է գործել քրեակատարողական հիմնարկ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Հարությունյանը։ Ապա բացել է խցի դուռն ու հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա։ Բռնություն գործադրել նրա նկատմամբ կտրող ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին։ Իդեպ, անվտանգության աշխատակցին բռնությամբ պահել են այլ կալանավորներ։ Այս օրերին բոլորին մի հարց է հուզում. ում էին փորձել սպանել եւ որն էր դրդապատճառը կատարվածի։ Մեզ հասած եւ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն կալանավորը ում փորձել էին սպանել Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու 29-ամյա Հայկ Հակոբյանին կամ ինչպես հայտնի է նորատուսցի Հայկոին հունվարի 7-ին 7 կրակոցով սպանած նորատուսցի բնակիչ 19-ամյա Մեխակ Հարությունյանն է։ Այս փաստը հաստատվում է նաեւ քննչական կոմիտեի կողմից։ Մեխակ Հարությունյանին սպանելու դիտավորությամբ դատապարտյալը հարձակվել է վերջինիս վրա,
Սուր կտրող ծակող առարկայով պատճառել պարանոցի դեմքի ականջի հատվածներում կտրված վերքերի ձևով մարմնական վնասվածքներ։ Շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն էլ Մեխակ Հարությունյանի սպանության պատվերը տվել է քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Ալիկը։ Նշենք, որ սպանված Հայկ Հակոբյանը Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին էր։ Իսկ քննչական կոմիտեն արձանագրում է կատարված դեպքն ու առանց ավելորդ ու չճշտված տեղեկությունների հավելում, որ ընթանում է նախաքննություն եւ միայն նախաքննության ընթացքում ձեռնարկվող միջոցառումների արդյունքում պարզ կդառնա առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ Մշակված քննչական պլանի համաձայն ձեռնարկված քննչական գործողությունները եւ օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են։ Դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ հանցագործությունը կատարած անձանց եւ առնչություն ունեցող բոլոր անձանց ինքնությունը պարզելու եւ քրեական պատասխանատվություն ենթարկելու ուղղությամբ